Գագիկ Ծառուկյանը Գյումրիում ամեն կերպ փորձում էր խուսափել քաղաքական հարցերի պատասխանել, ասելով, թե այսօր այդ օրը չէ։ Միակ հարցը, որին պատասխանեց, դա վերաբերում էր օրերս իր խնամի վարչապետ Հովիկ Աբրահամյանի Ծառուկյանի իշխանափոխություն անելու մտադրության մասին էր։ Աբրահամյանը հիշեցնեմ ասել էր, թե Ծառուկյանն իր կարծիքով իշխանափոխության չի գնա։ Խնամու կարծիքն ինչպես է մեկնաբանում Ծառուկյանը։ Այդպիսի բան չի ասել։ Ես ուզում եմ, որ դուք թյուրիմացիան մեջ չգցեք ոչ մեկին։ Հովիկ Աբրահամյանն ասել է, իմ բարեկամը բարեկամն է, բայց ես իր տեղը հո պատասխան չեմ տալու։ Այնպես որ համաժողովրդական շարժումը իր ընթացքի մեջ է եւ այսօր ես չեմ ուզում քաղաքականությունից խոսել։ Երբ որ հարկ կլինի, ես բարձ ամեն ինչը կարճ կոնկրետ կասեմ։ Ամենակարևորը ես ասել եմ, որ Ծառուկյան Գագիկը ինչ որ ասել է, միշտ իր խոսքի տերն է եղել եւ Ծառուկյան ազգանունը չի վաճառում։ Դա հատուկ Աստծո կամոք տրված է ժողովրդին։ Դա սրբության ես պահել եմ, պահպանեմ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Գագիկ Ծառուկյանը գյումրեցի իր կուսակիցների ուղեկցությամբ երկրաշարժի զոհերի հուշարձանին ծաղկեպսակ դրեց։ Գյումրիի ԲՀԿ-ական քաղաքապետ Սամվել Բալասանյանը թեպետ ամեն անգամ առիթն օգտագործելով նշում է, թե քաղաքապետարանն ապաքաղաքական կառույց է, բայց այսօր աշխատանքային ժամին քաղաքապետարանը գրեթե ողջ աշխատակազմով ներկա էր Ծառուկյանի այցին։ Ծաղկեպսակ դնելուց հետո Գագիկ Ծառուկյանը անդրադարձավ Գյումրիի խնդիրներին։ Ուրեմն ես չէի կարող չգալ, ես եկել եմ գլուխ եմ խոնարհում երկրաշարժից անմեղ զոհերի հիշատակին։ Սա վերք է, որ ոչ մի հայ չի կարող դա մոռանալ, այդ վերքը բաց է, որ մենք միայն պետք է կարողանանք շենացնել, զարգացնել Գյումրին սպիտակը, որ թեթևացնենք այդ վերքը, բայց միևնույն է այդ վերքը միշտ բաց է մնալու։ Մենք պետք է կարողանանք միասնական այնպես անել, որ մեր երիտասարդ սերունդը երկրաշարժի հետևանքները չհիշի։ Դա հիմնականն է, որ մենք կարողանանք որ Գյումրին նոր Գյումրի վերածնվի, որ կարողանան մեր երիտասարդությունը հիմնականում այդ հետևանքները չզգա։ Իհարկե, դա կլինի այն դեպքում միայն, երբ որ ասենք թե աշխատատեղերը չփակվեն, այլ աշխատատեղերը բացվեն, կլինի այն դեպքում, երբ որ արտագաղթը կանգ առնի, գնացածները հետ վերադառնան, կլինի այն դեպքում, որ ոչ թե ամեն օր կրպակներ, խանութներ, գործարաններ փակվեն, այլ հակառակը պետք է բացվեն։ Իսկ այդ բոլորը հնարավոր է, աննարին ոչինչ չկա, հարկավոր է ցանկանալ, կամենալ եւ միասնական ազգով այդ խնդիրը կարգավորել։ Աշխարհում չլուծվող խնդիր չկա։ Այնպես որտեղ ոչ մեկն էլ իր հույսերը չկտրի, որ ամեն ինչ լավ է լինել։ Ծառուկյանը բավականին խոստումներով էր եկել Գյումրի Մանկավարժական ինստիտուտի 80-ամյակի հետ կապված ուսանողների ու դասախոսների դրամական պարգևներ հանձնեց։ Իր ելույթում էլ Ծառուկյանն ասաց, թե հաշվի առնելով գազի ու լույսի թանկացումը 45 միլիոն դրամ է հատկացնում գյումրեցի անապահով ընտանիքներին օգնելու համար։ Այստեղ մեկ անգամ եւս կրկնեց, թե Ծառուկյան ազգանունը չի վաճառվում։ Ինչ ասեն, իմացեք, որ Ծառուկյանը երբեք ու երբեք իր խոսքը, իր վստահությունը, հավատքը հանրության, ժողովրդի առաջ երբեք ու երբեք չի փոխելու։ Ծառուկյան ազգանունը չի վաճառվում։ Դա եթե Աստծո կամոք տրված է այդ վստահության հավատքի համար ժողովրդին, ուրեմն դա է սրբության պես պահել եմ պահպանել։